Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրելի երևանցիներ, ափսոս տեղ չեք կարող տեսնել, որ գործող քաղաքային իշխանության քաղաքական էթիկայի եւ շնորհքի sense դրսևորումը հասկանաք։ Այսքան խոսում ենք տրանսպորտից, երթևեկությունից, վարչության պետը գնաց։ Դե իրան ինքը ընդհանրապես կապ չունի այս քաղաքի ձախողումների հետ։ Պարոն Գրիգորյան, պարոն Փամբուխյան, շնորհակալություն, որ այստեղ եք։ Դա ինչ որ քաղաքական պատասխանատվություն է կոնը ձեր կողմից նկատվում։ Ուրեմն ժողովուրդ, ամիսը մեկ ունենում ենք հավաքանու նիստ 10, 15, 20, մինչև 30 հարց չզեկուցվողով անցկացնում եք գնումը, մի հարց բերում եք քննարկման, լայախ չեք անում, նստեք, խոսակ, լսեք, պատասխանեք։ Հարցերը պարզ տալիս ենք, պարոն Հարությունյանը հենց գեղեցիկ է պատասխանում, որ ինձ թվում է Երևանում չեմ ապրում, իմ ապրած Մաշտոցի Պողոտանը, իր տեսած Մաշտոցի Պողոտան երկու տարբեր փողոցներ են։ Այո, Երևան քաղաքը մեծանում է։ Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվը այն է, որ այո, մարդիկ շատանում են, ամեն դեպքում մեր հայրենակիցները պրովինցիալ հատվածներից շատերը ուզում են տեղափոխվեն Երևան ուսման կամ կրթության կամ աշխատանքի պատճառով։ Բայց նաեւ սուբյեկտիվ պատճառներ կան։ Սուբյեկտիվը այն է, որ անընդհատ շենքերը ավելանում են, որ Կոմիտաս, Արաբկիրի ու Կենտրոնի վիճակը վարչական շրջանների հարամ է եղել, որովհետև անվերջ շենքեր եք սարքում, որոնք որ պետք չեն։ Ու այդ խցանումները շատանում է։ Խցանումները ուզում եք պակասի, դատախազության այդ սաղ ժողովրդին տարեք, չգիտեմ, Բանգլադեշն է կզարգանա։ Նալբանդյան պողոտայի վրա, այդ փողոցի վրա, որ ԱԱԾ եւ այլն կա, տարեք քաղաքից դուրս կամ քաղաքից ծայրամաս, նայեք ոնց երթևեկությունը կլավանա։ Ինչ տարբերություն, պարտադիր պետք է քաղաքի կենտրոնում, մարդկանց գլխին գործեր կարեն։ Տարբերությունը ո՞րն է, մի հատ ասեք հասկանամ, երթևեկությունը ուզում եք կարգավորվի, ունեք տրանսպորտի վարչություն, ունեք տեխնոլոգիաների կառավարման կենտրոն։ Խնդիրը ստե հիմնարկ բացել փակելը չի, խնդիրը ստե պատասխանատու կոմպետենտ գրագետ անձնակազմ ունենալն է։ 74 նոր աշխատատեղ եք բացում, որոնցից 10-ից ավելին 1.2 միլիոն ավել փող են ստանում։ Ախր եթե այդ հիմնարկի աշխատողներին ընտրելու է նույն այս հիմնարկի աշխատողներին ընտրողը, նույն վիճակն է լինել, ուզում է 10 միլիոն տվեք, ուզում է 100 հոգի գործի վերցրեք։ Քաղաքականապես մի բան եք շահելու, այդ 70 հոգին իրանց ընտանիքներով վերջում ԿՊԿ կընտրեն։ Բայց քաղաքը դրանից ինչ է շահում, ես չեմ հասկանում։ Չափման միավորները ո՞րն է, այսքան տարի որ միշտ եղել է խցանումներ, հիմա շատացել է։ Ձախողումների համար մի հատ պատասխանատու գտել եք, մեկին փոխարինել եք, մի հատ հանրությանը պատճառ ներկայացրել եք, այդ կարմիր գծերից հենց եք խոսում, որ չանեինք ավել կլներ։ Ախր պետք է չանեիք։ Առաջինը չի ազդե, երկրորդը ապօրինի է։ Ուրիշ բան է, որ թերի է դատական, տոնեզրական համակարգը կարում եք sense բողոքարկեք, մինչև իշխանությունից կգնաք, նոր մյուս քաղաքապետը կգաստե, ստիպված այդ 1.4 միլիոնը հետ կտա երևանցիներին, եթե ազնիվ լինի։ Պետք չի sense գալ անընդհատ խոսալ, գիտեք, ես բացել ենք, որպեսզի ճգնաժամը լուծենք։ Լրիվ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թմին սազող բան է։ Պատերազմը բերին հիմա խաղաղությունից են խոսում, քաղաքի երթևեկության հերանիցել են, հիմա մի հատ 5 միլիարդ ավելացրեք, գցենք տեղը։ Քանի դուք այս քաղաքը կառավարում եք, ոչ մի բան չի լուծվելու, որովհետև դուք ձեր ընկերներին, ձեր մոտիկներին եք բերում աշխատանքից, դրա տեղը պետք է բերեք գրագետ մարդկանց, ովքեր կոնկրետ ոլորտային պատասխանատվություն կվերցնեն։ Ոչ թե նոր հիմնարկ է պետք, այլ ներքին կադրային հեղափոխություն, մեջը նստեք, հասկանաք, որ շենքը կոֆե դնողների համար չի, ընկերների համար չի, պետք է մարդիկ գան նստեն, պարոն Գրիգորյանն է վերջում ասիլի մի հատ եկեք զեկուցեք, ասեք, այս խնդիրը որտեղից է գալի։ Խնդիրը զեկուցում են, խնդիրը լուծելու ձևը ասում եք, 3 ամիս հետո տեսնում եք արդյունք չկա, ստեսություն։